Կան երեխաներ, ովքեր չեն սիրում պատմել, ովքեր դրա կարիքը չունեն, եւ սա եւս կարեւոր է հարգել, որտեղ մենք բոլորս տարբեր ենք այս իմաստով ու բոլորը չի որ կարիք ունեն, անպայման իրենց օրվա մասին մանրամասն պատմել են։ Միևնույն է բոլոր երեխաները հետո դժգոհելու են իրենց ծնողների։ Հիմա եւ ռոպագանդան է ավելի շատ եւ նյութերն են ավելի հասանելի, նույն դեռահասները հաճախ են այդ հարցերը բարձրացնում ինձ, տղաներ են դուր գալիս թե աղջիկներ, գուցե ես նույնասեռական եմ եւ այլն, վերահսկողությունը չի աշխատում դեռահասների հետ, որովհետեւ իրենք դրան ամենձև դիմադրում են։ Ծնողները ուզում են, որ օրինակ երեխան, երբ իրենք ինչ ասում են ինքը լսի, բայց դրսում երբ որ իրեն ծխախոտ ու թմրանյութ կառաջարկեն, ասի չէ, այդպես չի լինում։ Բարև ձեզ, Բուն TV-ի եթերում առողջ ոդքասթն է, որի շրջանակներում մենք խոսում ենք մարդու մտքի, հոգեկան եւ մտավոր առողջության մասին։ Այսօր իմ հյուրն է Լուսինե Աղաբեկյանը, ծնողի, դպրոցի զարգացման եւ բովանդակության մասով տնօրեն, հոգեբան, մի մարդ, ով շատ մեծ աշխատանք ունի կատարած ոչ միայն բուն պրակտիկ գործունեության ոլորտում հոգեբանական, բայց նաեւ կրթելու իմաստով։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, Լուսինե։ Ողջույն, շնորհակալ եմ շատ։ Տեսեք, ես այսօր ուզում եմ, որ մենք մի փոքր խոսենք երեխաների հոգեբանական խնդիրների մասին, բայց մինչ այդ խնդիրներին անդրադառնալը փորձենք հասկանալ հնարավոր է արդյոք անել այնպիսի քայլեր, թե ծնողների, թե համակարգային իմաստով ինչու ոչ, որպիսի կարողանանք հնարավորինս կանխարգելում անել որևէ հոգեբանական խնդրի, որ առաջանում է երեխաների մոտ։ Այո, իհարկե կարող ենք եւ համակարծիք եմ, որ կանխարգելումը շատ ավելի կարեւոր, ավելի հեշտ եւ ավելի քիչ ծախսատար իրականում ուղղություն է, քան հետո արդեն խնդիրների հետ աշխատելը։ Մի քանի բան, որ մտքովս անցնում է, որ շատ կարեւորում եմ։ Առաջին հերթին դա հենց ընտանիքի ու ծնողների հետ աշխատանքն է եւ ինչքան շատ լինեն կազմակերպություններ, մասնավոր եւ պետական, հա, ինչ որ նաեւ ծրագրեր, որոնք որ ուղղված կլինեն հենց ծնողներին կրթելուն, որոնք որ ի սկզբանե ծնողավարման այդ լայն գործընթացը, որը ուղղված է առողջ երեխա մեծացնելուն, ավելի ճիշտ հիմքերի վրա կդնեն, թե ֆիզիկական, թե սոցիալական, թե հոգեբանական իմաստով, այսինքն առաջին հերթին դա հենց ծնողներին կրթելն է։ Եվ այդ մասով կարծում եմ գուցե հենց երկրորդ կետնել է դա շատ մեծ տեղ ունեն այստեղ բուժաշխատողները, որովհետև ծնողները առաջին հերթին հենց բուժ հաստատության հետ են շփվում երեխաների ծնունդից հետո, այսինքն ծննդատները, այն հիվանդանոցները, ովքեր կանանց հետ աշխատում են հղիության շրջանում եւ արդեն իհարկե պոլիկլինիկաները, ովքեր որ հսկում են երեխաների առողջությունը, այս մասով եթե մենք կարողանանք նաեւ հոգեկան առողջության վրա մի քիչ ավելի շատ շեշտադրումներ անենք, կարծում եմ փոփոխություններ կլինեն։ Իհարկե ըստ էության ինչ որ ընթացակարգեր կան, հա, պոլիկլինիկայում էլ թերապևտը ծնողներին ինչ որ հարցեր տալիս է երեխայի ընդհանուր զարգացման հետ կապված, բայց իհարկե այդտեղ հոգեկան առողջության վրա մի փոքր ավելի շատ շեշտ դնելու տեղ ունենք, որպեսզի հենց այս օղակում արդեն իսկ ճիշտ ուղղորդումներ լինեն եւ ճիշտ բացահայտում ժամանակին, հա, վաղ փուլում մենք կարողանանք նկատենք, եթե հոգեբանական տեսանկյունից ինչ որ մի բան շեղվում է։ Դժվար է ասել, որ դա ընդհանրապես չի արվում, բնականաբար ինչ որ տարեր իրականացվում են, բայց այստեղ զարգացնելու ինչ որ մաս ունենք։ Եվ թերևս երրորդը, ինչը գուցե շատ կարևոր կլինի, դա նախադպրոցական օղակում հենց հոգեբանների աշխատանքն է։ Այս պահին պետությունը բավականին ռեսուրս դրել է կարծես արդեն դպրոցներում հոգեբանների աշխատանքի վերաբերյալ, որը իհարկե շատ օգտակար է, բայց նախադպրոցական օղակում էլ ըստ էության շատ կարևոր է, որ հոգեբանները աշխատեն, որովհետև վաղ փուլում, հա, նույն զարգացման շեղումները, անհամապատասխանությունները, հոգեբանական խնդիրները մենք մինչև դպրոցական հասակը հաճախ արդեն կարող ենք տեսնել։ Եվ իհարկե ինչքան շուտ տեսնենք, ինչքան շատ ներգրաված լինեն հոգեբանները նաև այս ներքևի օղակներում, այնքան հեշտ կլինի այդ ամենը վաղ հայտնաբերել ու աշխատել։ Ես գիտակցում եմ, որ հասկանում եմ նաև, որ շատ այդպես ծիծաղի առարկա է նույնիսկ դարձել այդ ֆրազան, որ միևնույն է բոլոր երեխաները հետո դժգոհելու են իրենց ծնողներից, ծնողավարման մեթոդներից, դրանք բնականաբար իրենց կարող է դուր չգան։ Եվ այս ամենի կոնտեքստում մի հատ շատ հայտնի ֆրազա էլ կա, որը ֆրազան որն է, դա արտահայտություն է, որը ինձ թվում է յուրաքանչյուրը նաև հատկապես մեծ տարիքում շատ են օգտագործում։ Դա այսպես կոչված մահանգական տրավման է, հա։ Հասկանալի է, որ չի կարելի այն ընդհանրապես բացառել, բայց ծնողի վրա դնելով այդ մեծ պատասխանատվություն ու պարտականություն այդ տրավման չհասցնելու երեխային, հա, ինչը պիտի ամենաառաջինը սովորի, որ
հնարավորինս քիչ այդ տրավմային ենթարկի երեխային։ Լավ է, որ այդ մասից սկսեցինք, որ չփորձենք այդպես ամեն ինչ իդեալական անել կամ հույս ունենալ, որ բամբակների մեջ երեխան կմեծանա, ոչ ոք, ինչպես ֆիզիկապես ինքը պիտի ընկնի, որ մեծանա, պիտի հիվանդանա, որ իմունիտետը ամրապնդվի, հոգեբանական տեսանկյունից էլ ինչ որ դժվարություններ ինքը պիտի հաղթահարի, որ կարողանա հետագայում լինել ավելի դիմակայուն։ Նույն իրավիճակին, որ երեխան ինչպես արձագանք կտա, դա եւս անհատական է, հա, նույն իրավիճակը մի երեխայի համար կարող է շատ տրավմատիկ լինել, օրինակ, եթե մանկապարտեզում դաստիարակը, չգիտեմ, գոռաց կամ ինչ որ մի լարված արձագանք տվեց, մի երեխայի համար դա իսկապես տրավմատիկ կարող է լինել, այն մյուսի կողքով կարող է դա ուղղակի անցնել, այսինքն այստեղ չպետք է մոռանանք, որ անհատական գործոնն էլ կա, դրա համար միայն ծնողների վրա բեռը դնելը իսկապես մի քիչ անարդար ու շատ ճնշող է նաև, ու այդ ճնշվածությունը եւս ավելացնում է լարվածությունը ու վատթարացնում է իրավիճակը։ Բայց այն ինչին կարևոր է, որ ժամանակակից ծնողները ուշադրություն դարձնեն, դա այն է, որ երեխան ամեն դեպքում անհատականություն է, բացառել են միտքը, որ ինքը չի հասկանում, ինքը փոքր է, իր կարծիքը էական չէ, հա, ինչը որ տարիներ առաջ հա մենք ունեինք, որ մարդատեղ դնելու կարիք չկար, հա, կարծիք հարցնելու կարիք չկար, ամեն ինչը համարում էինք, որ ինքը չի հասկանում, իր մոտ խոսում էինք, հա, եւ այսպես չէինք արժևորում։ Երևի թե ամենակարևորը սա, որ մենք երեխային կարևորենք, ընդունենք իրեն որպես անհատականություն, լսենք իրեն եւ ուշադիր լինենք իր հակազդումների հանդեպ։ Հա, այս այն դեպքն է, որ մենք կնկատենք ինչպես է ինքը տվյալ իրադարձությունը մարսում ու կկարողանանք տալ արձագանք, այսինքն այստեղ ոչ թե մենք պիտի մտածենք ինչպես շրջապատից բացառենք բոլոր հնարավոր տրավմատիկ գործոնները, այլ շատ լավ կապ ձևավորենք մեր երեխայի հետ էմոցիոնալ տեսանկյունից, իր հետ վստահելի ամուր հարաբերություններ ունենանք, որ եթե ինքը բախվի ինչ-որ տրավմատիզացնող, հա, հնարավոր տրավմատիզացնող գործոնի հետ, մենք իրեն օգնենք դա մարսել, դրա տակից դուրս գալ առանց շատ վնասվելու էմոցիոնալ տեսանկյունից։ Երևի թե սրա վրա շեշտը դնենք։ Իսկ այնպիսի իրավիճակներ, որ սովորաբար ընտանիքներում լինում են, հա, չգիտեմ, օրինակ, հոգնած ծնողը գուցե գալիս է աշխատանքից հետո եւ իհարկե գիտակցում ենք, որ դա շատ հաճախ հենց իր խնդիրն է ծնողի, որովհետեւ ինքը չի կարողանում իր հույզերը, իր բարկությունը, հոգնածությունը որևէ կերպ կառավարել։ Եվ օրինակ դրա արդյունքում, չգիտեմ, բղավում է երեխայի վրա, մի քիչ ավելի այսպես բարձր է խոսում, մի քիչ ավելի ճնշող դերում է հանդես գալիս։ Այս ամենը, եթե նույնիսկ դիտարկենք օրինակի վրա, հա, եղել է, ստացվել է այդպես, դու բղավել ես երեխայի վրա, ենթադրում եմ, որ սա ամեն դեպքում թողնում է ինչ-որ ազդեցություն երեխայի մոտ եւ եթե չթողնի էլ գուցե ինքը ուղղակի այդպես կրկնօրինակելու մոդելով էլ փորձի առաջնորդվել։ Այս պարագայում ինչ պետք է գոնե հետո, հա, անի ծնողը, որ կարողանա շտկել իրավիճակը, մի քիչ հասկացնել, որ գիտես, դա հույզեր, չգիտեմ, արտահայտեցի, ինչպես կարելի է վարվել այդ դեպքում։ Երևի թե նախ սկսենք նայից, որ ավելի մեծ ազդեցություն դա կունենա, եթե դա քրոնիկ բնույթ է կրում։ Այսինքն, եթե դրանք հազվադեպ դեպքեր են, իհարկե ցանկալի է որ չունենանք, բայց իրատես լինելով, ժամանակակից կյանքի ռիթմը, տեմպը, ծնողների վրա եղած այդ ճնշումը հաշվի առնելով, հավանական է, որ գրեթե ամեն երկրորդ ընտանիքում էլ ոնց էլ չլինի կլինեն, հա, նման ինչ որ դեպքեր, երբ որ ծնողը ավելի հուզական կարծականքի, բայց մեծ ավելի տրավմատիզացնող ազդեցություն մենք կունենանք այն ընտանիքներում, որտեղ դա քրոնիկ բնույթ է կրում, անընդհատ է, դա հաղորդակցման կարծես հիմնական ձևն է դառնում։ Այստեղ մենք ավելի ուշադիր պետք է լինենք։ Ես կարող եմ այսպես օրինակի վրա էլ բերեմ, որ երեխան օրինակ պարտեզից գալիս է տուն, նկարագրում է ինչ-որ իրավիճակ, որ այնց ինչ-որ մեկը նեղացրել էր, ես շատ անտրամադիր եմ, հարցնում եմ, փորձում ես հասկանալ ինչումն է խնդիր, ինքը ասում է, այս ինչ մարդն ինձ նեղացրել է, դու փորձում ես հետադարձ կապ պահել մանկապարտեզում ճշտում ես, որ իրականում այդպիսի իրավիճակ չի եղել, բայց ինչ որ բանից ամեն դեպքում երեխան դիտարկում է ըստ իրեն, հա, որ ինքը ինչ-որ բանից վրդովվել է, նեղացել է եւ այլն։ Արդյոք մենք պետք է ուղղակի այստեղ վստահենք եւ կարեւորենք այն, թե ինչ է ինքը զգում եւ ոնց որ մի պահ մի կողմ թողնենք, թե իրականում ինչ է կատարվում, որտեվ մենք գուցե չենք կարող, չգիտեմ, այդ ֆիլտրները անել եւ տարբերակել դրանք։ Ինչը պիտի հիմքում դնենք, գնանք մենք փորձենք պարզաբանել, հասկանալ իրավիճակը, թե ամեն դեպքում ուղղակի լսենք իրեն։ Շատ հետաքրքիր հարց է, հետաքրքիր է, որ նկարագրության մեջ էլ երկու տարբեր հարթությունների մասին ենք խոսում։ Խոսում ենք
թվացial օբյեկտիվ տեղի ունեցածի մասին, որը վարքին է վերաբերվում, բայց երեխան մեզ իր զգացմունքների մասին է պատմում, որը հույզերի դաշտին է վերաբերվում։ Այսինքն սրանք իրական բավականին տարբեր հարթություններ են ու իրար հետ կարող են մեր աչքում անհամապատասխան լինել։ Այստեղ միշտ փոքրիկ իշխանի նկարն եմ հիշում, որը ցույց էր տալիս, մեծերի համար գլխարկ, բայց դրա տակ ինքը տեսնում էր փիղ, որը կուլ էր տվել, օծ, որը կուլ էր տվել փղին, ահա։ Այսինքն այն թե ինչա երեխան տեսնում այդ իրավիճակում, ինչ ենք մենք տեսնում, լրիվ տարբեր կարող է լինելու։ Հա, մենք կարող ենք մանկապարտեզում հարցնել, ասեն, չէ, ոչ մի բան էլ չի եղել, կամ ոչ թե որովհետև իրենք խաբում են ծնողին, այլ որովհետև մեծահասակների աչքով դա ինչ-որ ընթացիկ շատ փոքրիկ իրադարձություն է, որ իրենք տարիների փորձ ունենալով գիտեն, որ ամեն օր նմանատիպ բաներ են լինում ու դրան ինչ-որ էական նշանակություն չեն տալիս։ Բայց երեխայի աչքում, ով որ առաջի անգամ է դրա միջով անցնում, ով որ ռեալ այդ հարաբերությունների մեջ է ընկերական, ով որ սովորում է մի բան վերցնել, մի բան տալ, հա, այդ հարաբերվելու ձևերը կիսվելու, այո, շրջանում հատկապես, ինչ որ չգիտեմ, պրիմիտիվ թվացող խաղալիքով։ Այո, իր համար դա լրիվ օծ է, որը փիղ է կուլ տվել, հա, այսինքն իր համար դա լրիվ ուրիշ ընկալում կարող է լինել։ Դրա համար այստեղ իհարկե կարևոր է լուրջ վերաբերվել իր հույզերին, որովհետև դա իր իրավիճակի հետ կապված իր ընկալումից եկած հուզականությունն է, բայց լուրջ վերաբերվել նաև չի նշանակում թևերը քշտել, գնալ մանկապարտեզ կամ փորձել այն մյուս երեխայի ծնողի հետ հարցերը պարզաբանել։ Ավելի շատ այստեղ մեր անելիքը իրեն լսելն է։ Պատմի, մենք դրան լուրջ մոտենանք, ոչ թե որ անհանգստանանք ինչո բանենք, այլ կարևորություն տանք։ Փորձենք ակտիվ լսել, հա, չգիտեմ, նեղացրել են, վերցրել էր, բա ինչ եղավ, բա դու ինչ արեցիր, բա ինչ կուզեիր անել, բա մյուս անգամ այդ իրավիճակում ինչ կարող ես անել, հա։ Ինչ բան կա, որ կարող ես ուրիշ ձև անել ու ծայրահեղ դեպքում ես քեզ ինչ բանով կարող եմ օգնել, թե չի ասում եմ ծայրահեղ դեպքում, որովհետև հիմնականում երեխաները ինքնուրույն կարողանում են իրենց հարցերը լուծել։ Եթե դա կրկնվող բնույթ է գնում, եթե դա ուղեկցվում է բուռն բացասական հուզականությամբ, եւ որ երեխան լաց է լինում, երեխան դառնում է ագրեսիվ, դրա պատճառով չի ուզում գնալ մանկապարտեզ, այսինքն եթե այսպես արդեն մի քիչ մեզ անհանգստացնող դրսևորումներ ենք տեսնում, նոր մենք արդեն կարող ենք մի հատ մանկապարտեզի հետ խոսել, տեսնել ինչ է տեղի ունենում ու հասկանալ ինչ որ ձև միջամտելու կարիք կա, թե չէ, հա, բայց այն ընթացիկ հարցերի վերաբերյալ բնականաբար կարիք չի լինի։ Իսկ հետաքրքիր է էլի մի քիչ այստեղ ինչ որ իմաստով կանխարգելում անելու տեսանկյունից ես շատ լսում եմ դրսի հոգեբան մասնագետներին, ովքեր ասում են, որ շատ սխալ մոտեցում է, երբ դուք օրինակ երեխային մանկապարտեզից, դպրոցից առաջին անգամ երբ տեսնում եք, դուք իրեն հարցնում եք անընդհատ, ինչպես անցավ քո օրը եւ այլն, արդյոք սա ճիշտ մոտեցում է, հա, որ պետք չէ այդպես մոտենալ, սա ինչ որ կանխարգելիչ քայլ է, որ դու չնախաձեռնես այդ իմաստով այդ հարցաքննման գործընթացը, այսպես ասած, հասկանում եմ, որ գուցե ծնողները շատ հաճախ սա անում են իրապես անհանգստանալով եւ իրապես ուզում են բարձել ինչպես է անցել երեխայի օրը եւ այլն, բայց ո՞րն է ճիշտը, այստեղ ինչպես պետք է վարվեն, թողնեն թե հարցերով երեխային փորձեն խեղդել այդ իմաստով։ Կարծում եմ ժամանակը կապ ունի, երբ տալ այդ հարցերը, եթե ճիշտ եմ հասկանում, հիմնական վերապահումը մասնագետների մասին, հա, ասում եք, որ խուսափում են նման մոտեցումից, ավելի շատ նրանում է կանում իմ ընկալմամբ, որ երբ որ երեխան նոր եկավ, ինքը այդ պահին մի հատ կարիք ունի ուղակի մի միջավայրից մյուսին անցում կատարելու ու մի քիչ ժամանակի կարիք ունի ու այն ինչ որ մեզնից ակնկալվում է, դա ջերմ ողջույնն է, չգիտեմ, բարև, ուրախ եմ քեզ տեսնել, կարոտել էի, հա, ու ինչ որ մի հատ ժամանակ երեխային տալ, որ ինքը կարողանա ոնց որ այդ անցումը անել մանկապարտեզից դեպի տուն, հա, կամ դեպի ճանապարհ կամ որևէ այլ հաստատություն, որ ինքը գնում է, այսինքն հաճախ այստեղ խնդիրը նրանում է, որ հենց անմիջապես այդ վերցնելու պահին ոնց որ հարցախեղճ չանել, որովհետև երեխան նոր դուրս եկավ, ինքը մի հատ ոնց որ պիտի հարմարվի։ Հաճախ երբ որ մենք այդ պահին երեխային ոնց որ թողնում ենք ու հետո իր հետ ենք, իր կողքն ենք ֆիզիկապես եւ նաեւ էմոցիոնալ առումով, հաճախ երեխաները իրենք սկսում են ինչ որ բաներ պատմել։ Հա, այսինքն առաջին հերթին սա նաեւ մի քիչ իրենց սահմանները հարգելու մասին է, որ մենք հարցախեղճ չանենք ու թույլ տանք ինքը
պատմի այն պահին, երբ որ ինքը ուզում է պատմել, հա, ու շատ լինում է, որ մենք այդ պահին չենք հարցնում, հետո երեխաները իրենք գալիս են պատմում են։ Կան երեխաներ, ովքեր չեն սիրում պատմել, ովքեր դրա կարիքը չունեն, եւ սա եւս կարեւոր է հարգել, որտեղ մենք բոլորս տարբեր ենք այս իմաստով ու բոլորը չի որ կարիք ունեն անպայման իրենց օրվա մասին մանրամասն պատմել։ Այստեղ նաեւ մենք պիտի տարանջատենք, դա ում կարիքն է, մեր կարիքն է, մեր իմանալու որ մեզ հետաքրքրում է, մենք ուզում ենք իմանանք, թե այստեղ ավելի կարևոր է երեխայի կարիքը, ինքը կարիք ունի դա պատմելու, կիսվելու, ինչ որ աջակցություն ստանալու, թե չէ։ Եթե մենք նկատում ենք, որ երեխան այդ կարիքը չունի, դա մեր կարիքն է, մի քիչ արժի որ նահանջենք։ Բայց իհարկե նաև օրվա որևէ այլ պահի էլ, օրինակ, ինչ որ հանգիստ պահի, հաճախ երեխաները, հատկապես նախադպրոցականները խաղի միջոցով են մեզ ցույց տալիս տեղի ունեցածը, այսինքն իրենք կարող է չպատմեն, բայց երբ որ մենք ուղղակի հետևենք ինչ են իրենք խաղում, մենք շատ լավ կտեսնենք ինչ է օրվա ընթացքում իր հետ եղել, այսինքն ինքը նույն իր տունտունիկը խաղալուց կամ մանկապարտեզ խաղալուց մեզ ամեն ինչ ցույց կտա, այսինքն կարող ենք ուղղակի նաև ուշադիր լինել եւ նույն քնից առաջ հաճախ երեխաները սիրում են ինչ որ բաներ հիշել, պատմել, այսինքն կարող ենք մի քիչ ավելի տեղափոխել այդ հարցերի ժամանակահատվածը, թողնել ավելի երեկոյին մոտ ինչ որ հանգիստ պահի, երբ որ մենք երեխայի հետ ենք, բայց էլի հարցախեղճ չանել, հա, այսինքն 1-2 հարց տալ, ցույց տալու համար, որ մեզ հետաքրքիր է, եւ նաեւ մեր օրվա մասին կիսել, որտեվ դա էլ կարծես ինչ որ մշակույթ է դառնում, երբ որ մենք օրինակ ընթրիքի սեղանի շուրջ բոլորով պատմում ենք, հայրիկը իր օրվա մասին է պատմում, մայրիկը իր, եղբայրը իր, փոքրիկ երեխաներ ոնց որ սովորում է ինչ որ բանել ինքն էլ է ասում, դա կարծես ավանդույթ է դառնում, բայց առանց այսպես հարցաքննության։ Շատ գեղեցիկ սենց կլասիկ ինչ որ ընտանեկան ջեր միջավայրի օրինակ բերեցիք, բայց ես ուզում եմ այսպես մեր իրականությունից չկտրվելով հարցնել նաև մեր օրերի խնդիրների հետ համատեղ այդ մասին խոսելու կարևորությունը, որովհետև ակնհայտ տեսանելի է, որ մեր կյանքի ռիթմի, գadgetների առկայության, յուրաքանչյուրի բազմաթիվ անելիքների, հատկապես ծնողների կամ ընտանիքի այլ անդամների պարագայում կարծես շատ բարդ է դարձել այդ երկխոսությունը կազմակերպելը, նույնիսկ երեխայի պարագայում, չգիտեմ, բոլոր անդամներին միասին տեսնելը, շատ պարզ թվացող ինչ որ մի բան է, հա։ Բայց ամեն դեպքում մեր օրերում ինչքանով են տարբերվում հոգեբանական խնդիրները նախկինում եղած խնդիրներից եւ ինչու եմ սա հարցնում, որովհետեւ դրանք նույնականացնելու խնդիրներ էլ երբեմն ծնողներն ունեն, հա, որպեսզի հասկանան այս չափով այս դրսևորումը նորմալ է, թե արդեն մենք մտածելու տեղ ունենք, էլի, որովհետեւ Ես իհարկե չեմ ուզում հիմա առանձին անդրադառնալ գadgetներին, իմ կարծիքով դրան մի ամբողջ բան կարելի է նվիրել, այնքան կարևոր է կախվածությունը մեր օրերում եւ ոչ միայն երեխաների ցավոք սրտի, բայց ամեն դեպքում այս հոսքի մեջ ինչն է հիմնականում փոխվել եւ մենք ինչին պիտի ուշադրություն դարձնենք այս պարագայում։ Այո, երբ որ ժամանակները փոխվում են ու թվային դարաշրջանը իհարկե դրա մեջ շատ մեծ դեր է խաղում, ինչ որ առումով խնդիրներն էլ են փոխվում, բայց նույն այդ ծնողների հետ համատեղ անցկացված ժամանակի կարևորությունը իհարկե չի պակասում, ինչքան էլ մենք հասկանանք, որ ժամանակակից աշխարհում դա դժվար է, ուզենք թե չուզենք, դա այն կարևոր կետերից է, որ պիտի գտնենք, պիտի հատկացնենք այդ ժամանակը, թեկուզ եթե դա կես ժամ է, բայց այդ ինչ որ ընտանեկան պահերը, հայրիկի հետ պահը, մայրիկի հետ պահը իհարկե շատ կարևոր է որ ունենանք ու նաև ինչ որ առումով անփոխարինելի, որովհետև հենց այդ ժամանակի ընթացքում է, որ մենք եւ նկատում ենք այդ բոլոր խնդիրները եւ կարողանում ենք օգնել դրանց շտկման հարցում։ Երևի թե հարցը ավելի շատ նաև նրա մասին է, թե ինչ խնդիրներ հիմա կան, հա, հաշվի առնելով նախորդ շրջանները, նոր իհարկե խնդիրներից բնականաբար առաջնային դրանք կախվածություններն են էկրանների հետ կապված, որի մասին որ նշեցիք, էկրանների պատճառով, հա, նաև երբեմն սրված վախերը, որովհետև վախեր իհարկե մարդկության ամբողջ ընթացքում եղել են ու երեխաները միշտ են ունեցել վախեր, բայց հատկապես այս շրջանում երևում է, որ այդ վախերը հաճախ հենց էկրաններով են պայմանավորված, էկրաններից դրդված, երբ որ իրենց տարիքին ոչ համապատասխան ինչ որ մի բան են տեսել
եւ իրար ցույց են տվել, որի արդյունքում ինչ որ կերպարներից վախեր են ձևավորվել, երբեմն դա նաեւ ագրեսիայի նույն դրսևորումները կարող են լինել էլի դրանով պայմանավորված կամ ոչ միայն, ընդհանուր այս պատերազմական, հետպատերազմական գլոբալ աշխարհում կարծես թե ագրեսիան չի պակասում եւ դրա արդյունքում երեխաների մոտ էլ բնականաբար այդ բոլոր դրսևորումները մենք նկատում ենք երբեմն հաճախ ծնողներին նաև հենց սեռային նույնականացման հարցերն են անհանգստացնում, որոնք նույնպես երևի թե նախորդ շրջանների հետ համեմատած, քանի որ հիմա շատ ավելի շատ է ինֆորմացիան, ավելի շատ է խոսվում։ Իհարկե, բնականաբար էլի միշտ եղել է երևույթը, բայց հիմա եւ ռոպագանդան է ավելի շատ եւ նյութերն են ավելի հասանելի, նույն դեռահասները հաճախ են այդ հարցերը բարձրացնում ինձ տղաներ են դուր գալիս թե աղջիկներ, գուցե ես նույնասեռական եմ եւ այլն այս տեսակ, որոնք հիմա դժվար է հասկանալ դա խնդիր է թե ոչ, որովհետև ինչ որ առումով նորմայում դեռահասը կարող է այդպիսի հարցեր ունենալ, բայց այն է ինչ ծնողներին հաճախ ավելի անհանգստացնում է հիմա, քան օրինակ կան հանգստացներ նախորդ շրջաններում երևի թե ասենք դեռահասության խնդիրներն էլ երբեմն ավելի սուր, դրսևորումներ են ստանում եւ ընդհանուր, սննդային վարքի խանգարումներ ավելի հաճախ կարող են նկատել։ Կարծես բուլինգն էլ է շատ այսպես ավելի տարածված, էլի չնայած մի երևույթ է, որը նախկինում էլ կար, բայց կարծես հիմա էլի ինչ որ սրացում է տեսանելի։ Կոնկրետ բուլինգի դեպքում կարծում եմ, որ երևույթը միշտ եղել է, բայց հիմա դրան տվել ենք անուն ու հիմա դա նույնականացնում ենք որպես խնդիր եւ այդ պատճառով ոնց որ տեսնում ենք դա ինչքան շատ է, որտեվ եթե բոլորիս դպրոցներում ու դասարաններում այդ երևույթը անդադ եղել է, բայց ընկալել ենք դա որպես ինչ որ մի բան, որ դե միշտ կա դպրոցներում, հիմա մի տեսակ նաեւ ավելի ուշադիր ենք դա դարձրել ենք խնդիր, դա ոչ թե ինքը դա խնդիր է իրականում, բայց ուզում եմ ասեմ անունը տվել ենք դրա։ Գոնե նույնականացրել ենք։ Այո, որը իհարկե լավ է, բայց նաեւ դրա արդյունքում է ավելի շատ։ Եվ հենց հոգեկան առողջության մասով որ նայենք, օրինակ նույն դեպրեսիվ ինչ որ խանգարումներ, սննդային վարքի խանգարումներ, տագնապային խանգարումներ համենայն դեպս ավելի շատ են ախտորոշվում։ Իհարկե այդ շատը նաև կապված են դրա հետ, որ ախտորոշման գործիքներն են փոխվել եւ մարդիկ էլ ավելի շատ են դիմում մասնագետներին, այսինքն այստեղ այն ամեն ինչ որ թվարկեցի մի քիչ վիճելի է, որտեվ դրա շատը նաև գալիս է իրազեկվածության արդյունքում, դիմելուց ու նույնականացնելուց խնդիրը, ինչը գլոբալ իհարկե դրական միտում է։ Իսկ հաշվի առնելով այն, թե ինչ են նայում երեխաները, ուստի հատկապես դեռահասները երևի վերջին շրջանում շատ մեծ աղմուկ բարձրացրած ֆիլմը Netflix-ի, շատ էսպես ինչ-որ փոթորկային էր կարելի ասել եւ բոլոր ծնողները երևի թե իրենց մտքում սկսեցին այսպես շատ խորը ուսումնասիրել այդ հարցը։ Իհարկե ես շատ կուզենամ լսել ձեր կարծիքը դրա մասին որպես մասնագետ, որտեվ այդ փոթորիկի հետ մեկտեղ նաեւ տագնապ է առաջանում ու ուզում եմ հասկանալ այս կոնտեքստում ինչքանով պետք է ներգրաված լինեն ծնողները առհասարակ իրենց կյանքում հատկապես այդ դպրոցական դեռահասության շրջանում։ Տարբեր փուլերում տարբեր ֆիլմեր, տարբեր խաղեր, տարբեր ինչ որ խաղալիքներ երբեմն փոթորիկ են առաջացնում ծնողների մոտ, որովհետև ինչ որ հարցեր են բարձրաձայնում ու այդ տեսանկյունից դրանք իրենց կարևոր դեր ունեն, որ բարձրաձայնում են ինչ որ հարցեր, որոնց որ ծնողները պետք է լինեն ուշադիր, բայց իհարկե մենք հասկանում ենք, որ նույն հակասոցիալական վարքը եւ դեռահասության շրջանի խնդիրները նույնպես եղել են միշտ, այսինքն ինչ որ նոր երևույթի մասին չէ ըստ էության խոսքը բայց այն որ ծնողը դեռահասի կյանքում պետք է լինի ու պետք է լինի ներգրաված բնականաբար անվիճելի է ու դեռահասների դեպքում դա մի քիչ ավելի բարդ է անել որտեվ ի տարբերություն փոքրիկների ովքեր շատ բաց են, շատ պատրաստակամ են, շատ իրենք են ուզում շփվեն, ավելի հեշտ են ոնց որ թե գնում կոնտակտի, դեռահասները արդեն շատ ավելի սահմաններով են, իրենք նաև ուզում են ծնողներից առանձնանան, որպեսզի իրենց եսը հաստատեն, որպեսզի դառնան մեծահասակ որը իրենց համար էլի կարևոր նշանակություն ունի, որ այս ամենի միջով անցնեն, բայց նաև սա մի շրջան է, երբ որ ծնողների դերը, հեղինակությունը մի հատ լավ պիտի իրենք արժեզրկեն, որ հետո իրենց սեփականը ստեղծեն։ Դրա համար կոնտակտը պահելը դեռահասի հետ շատ դժվար է դառնում այս փուլում։ Նախ սկսենք նրանից, որ պիտի այդ կոնտակտը ունենանք ու փորձենք պահենք, ոչ թե դա փորձենք ստեղծել դեռահասության տարիքում, որտեվ եթե միջև էս չունեինք, էլի անհնար չէ դա ստեղծել դեռահասության տարիքում
ընթացքում, բայց շատ ավելի դժվար է լինելու, որովհետև դեռ ասու ուղիղ մեզ կասի, բայց 12 տարի ուր էիր, հա, ու իրենք չեն զլան, կոպիտ մեր երեսին ասել այն ինչ որ կա։ Հետևաբար խոսքը գնում է շատ այդ կոնտակտը պահելու մասին, այստեղ ծնողները նաև մի քիչ պիտի հետ քայլ անեն, կարծում եմ, նույն այդ սահմանները հարգելու առումով, այսինքն պակասեցնել մի քիչ հարցերը, պակասեցնել ուղղորդումները եւ ավելի շատ ավելացնել ոնց որ ուղեկցության մասը, քան ուղղորդումների մասը, որտեղ փոքրիկներին մենք ավելի շատ ենք ուղղորդում, բայց դեռահասների դեպքում ավելի կարիք ունենք ոնց որ ուղակի կողքը լինելու, ուղեկցելու, հետաքրքրվելու, իմանալու, լսելու, ցույց տալու, որ մենք կանք իր կողքին ենք, իր հետ ենք։ Այսինքն սրա վրա է կարևոր շեշտը դնել, նույն եթե դեռահասը էկրանների մասին խոսեցինք, ինչո բան է նայում, չորոշել, որ լավ, թե թող ինչ որ մի բան է նայում, միանգամից ես էլ այս ժամանակը օգտագործեմ, գործս անեմ կամ ճաշս սարքեմ, այլ նաև հետաքրքրվելու, օրինակ, ինչ է ինքը նայում, որն է իր սիրած սերիալը, հա, նույն է, չգիտեմ, անիմեի կամ չգիտեմ, ինչ որ ֆիլմի մեջ ինքը ինչ է գտել, ինչն է իրան հետաքրքիր, այսինքն ամեն ձև ցույց տալ մեր հետաքրքրությունը իր ու իր կյանքի հանդեպ, ուշադիր լինել իր, հա, վարքային դրսևորումներին, իր հուզական դրսևորումներին, ոչ թե փորձել մերժել, չգիտեմ, այստեղ մի գնայիս մեկի հետ մի շփվի եւ այլն, այլ փորձել թեկուզ մենք էլ ինչքան ինքը թույլ կտա շփվենք, փորձենք հասկանանք ինչն է իր համար ակտուալ, որ կապը կարողանանք պահենք ու չունենանք մի հատ իրավիճակ, որ մի օր մեր երեխայի մասին բացահայտենք լիքը բաներ, որոնք որ չգիտենք, թեև ինչ որ տոկոս դրա բնականաբար պիտի լինի ու այդ նորմալ է, բայց չափի մասին է խոսքը։ Այստեղ երևի այդ բալանսն էլ չէ կարևոր, թե ինչքանով ենք մենք, վերահսկողություն ասեմ գուցե, որտեղ ամեն դեպքում դա վերահսկողություն է կոչվում, երբ մենք փորձում ենք ինչ որ հեռախոս վերցնել, լսել, խոսակցություն եւ այլն, որտեվ այդ ես միշտ ասում եմ, որ հայերենում ցավոք սրտի էկվիվալենտ բառը այդ privacy կոչվածի մենք շատ տենց մի բառով չունենք, որ նկարագրենք, բայց ամեն դեպքում այդ բալանսը պահելու տեսանկյունից չէ, որտեվ մի կողմից կա այդ մեծ հետաքրքրվածությունը, վախը, վերահսկելու, հասկանալու, վտանգը որոշակիորեն կանխարգելելու միտքը ծնողի մոտ, բայց մյուս կողմից էլ կարծես մենք չենք կարողանում այդ ինքնուրույնությունը թույլ տալ, որ զարգանա, չէ, այստեղ այդ բալանսը մի քիչ շատ այդ սահմանների մասը հեղեղուկ է, ոնց կարելի է սա կարգավորել։ Շատ նուրբ է սահմանը ու ամեն երեխայի դեպքում դա տարբեր է, բայց վերահսկողությունը շատ լավ բառ է։ Այ ես միջև այդ ուղղորդում էի ասում, բայց ներսում ուրիշ բառ էի փնտրում, լավ է, որ ասեցիք վերահսկողությունը չի աշխատում դեռահասների հետ, որովհետև իրենք դրան ամենձև դիմադրում են։ Ու եթե մենք սկսեցինք գախնի նայել, գախնի ստուգել, իրենք հաստատ դա մեզնից շուտ են իմանալու, ինչպես հիմա հաճախ երեխաները անում են, անգամ դա օգտագործելու են, հա, այսինքն այնքան շատ ենք մենք պրակտիկայում տեսնում դեպքեր, որ ծնողները գիտեն, թե դեռահասի գadget-ը վերահսկում են, բայց դեռահասը շատ լավ գիտի, ինչ գրի իմանալով, որ ծնողը կարդում է, ու ինչ չգրի իմանալով, որ ծնողը հետևում է, հա, այսինքն այս վերահսկելու փորձերը ավելի է փակում են դեռահասին ու հեռացնում են իրարից ծնողին ու երեխային։ Եթե մենք ինչ որ հարցում շատ անհանգիստ ենք, շատ ավելի լավ է ուղիղ նստել, իրեն ասել անկեղծ, պայմանավորվել, որ գիտես, ես շատ անհանգիստ եմ այս տարիքում, այսինչ հարթակը քո օգտագործելուց ու եթե դու սա օգտագործում ես, արի պայմանավորվենք, որ ինչ որ մի փուլ օրինակ դա անում ենք միասին, հա, ու թեկուզ եթե ինչ-որ բան կարիք ունենք կարդալու, խնդրենք իրեն դա անել միասին, հա, կամ տեղեկացնել, որ մենք ինչ որ բաներ հետևելու ենք, հաշվի առնելով, որ ինքը նոր է գրանցվել այս հարթակում, դեռ նոր պիտի սովորի, ճիշտ դրանից օգտվել եւ այլն, այսինքն սա անենք ուղիղ, հա, առանց ինչ որ թաքուն բաների հարգելով իր, հա, սահմանը, իր կարիքը ունենալու գաղտնիքներ, ինչ որ անձնական տարածք, հա, որի մասին որ ասում էիք, որովհետեւ եթե սա չարեցինք, ինքը դա կստանա շատ ավելի վատ ձևերով։ Այստեղ դրա համար ասում էի, որ վերահսկելու ու ուղղորդելու փոխարեն այդ կապի վրա պիտի շեշտ դնենք, անկեղծությամբ, որ ինքը իմանա, որ մենք իրեն չենք ստում, իր հետևից ոչ մի բան չենք անում, եթե անհանգիստ ենք, ասում ենք, որ անհանգիստ ենք, հիմնավորում ենք ինչու, եթե ուզում ենք ինչ-որ բան ստուգել, ստանում ենք իր թույլտվությունը եւ անում ենք դա համատեղ։ Իսկ այս զարգացման, դաստիարակության, ծնողավարման ընդհանուր գործընթացում յուրաքանչյուր ովքեր առնչվում են երեխայի հետ, ամենք իր դերը ունեն բնականաբար։
այլ չեմ ասում որ ծնողներից զատ մենք այնտեղ ունենք տատիկներ, պապիկներ, հորաքույր, մորաքույր, քեռի, որոնք յուրաքանչյուր իրենց մասով էլի որոշակի ազդեցություն են թողնում, ինչ որ ռեֆերենտային խումբ են կազմում։ Բայց ամեն դեպքում երկու գլխավորներին անդրադառնալով կան օրինակ ինչ որ հարցեր, որոնք ավելի շատ երեխան մայրիկի հետ պիտի քննարկի, որոշ բաներ հայրիկի հետ պիտի քննարկի, որովհետև սա եւս կարծես տեսանելի է, որ ինչ որ հարցեր կան, որոնց մասին, չգիտեմ, ուղղակի իրենք փակ են քննարկելու մայրերի հետ, ավելի շատ հակված են հայրերի հետ քննարկելու, բնականաբար ամենայն հարգանքով եւ ըմբռնումով մոտենալով բոլոր նաեւ այն ընտանիքներում, որտեղ գուցե միայն հայր կամ մայր կա, բայց ամեն դեպքում այս թեմաները եւ էլի թույլ չտալու որպեսի կոնկրետ ինչ որ խնդիր առաջանալու եւ ճակերտների մեջ սխալ բան չանելու, հա, միտումը հաշվի առնելով այս սահմանները կան նաեւ ծնողների միջև հայրերի եւ մայրերի տեսանկյունից, թե ոչ։ Եվ այո, եւ ոչ։ Ասեմ ինչու ոչ նախ, որովհետև ավելի առաջնային մենք դիտարկում ենք երեխայի կոնտակտը ծնողի հետ եւ կարեւորում ենք կոնտակտը երկու ծնողների հետ, այսինքն մեզ համար շատ կարեւոր է, որ երեխան երկու ծնողի հետ ունենա այդ սերտ վստահելի հարաբերությունները, ու եթե կան այդ վստահելի հարաբերությունները, սեռային գործոնը մի քիչ ավելի երկրորդական է դառնում, ու տղաները երբեմն մայրիկի հետ են շատ լավ կիսվում, աղջիկներն էլ հայրիկների հետ, բավականին լավ կապ ձևավորում են այս տեսանկյունից։ Սա ինչու դա առաջնային չեմ դիտարկում, բայց իհարկե որոշ ճշմարտություն այստեղ կա, հաշվի առնելով նաև սոցիալ մշակութային գործոնները, որովհետև օրինակ նաև հա նույն հասարակական ինչ որ մոտեցումներից, հա ընդունված նորմերից ելնելով, օրինակ հաճախ նույն սեռային հա հարցերի, սեռական հարցերի հետ կապված, սեռական դաստիարակության հարցերի հետ կապված, կարծես ավելի հեշտ է գուցե նույն սեռի ծնողի հետ խոսել, մեզ մոտ ընդունված է տղայական այդ հարցերի հետ կապված տղաները ավելի հակված են իհարկե հայրիկների հետ խոսել, հաշվի առնելով, որ հայրիկներն էլ են այդ փորձառության միջով անցել ու գուցե ավելի լավ են պատկերացնում։ Այսինքն այդպես ինչ որ սոցիալ մշակութային համատեքստը հաշվի առնելով, ինչ որ նրբություններ բնականաբար կարող են լինել, բայց մենք ավելի կարևորում ենք, որ երեխան երկու ծնողի հետ կոնտակտ ունենա ու ըստ էության դրա շնորհիվ ինքը նաև կունենա հնարավորություն ընտրելու կոնկրետ այդ թեման, որ մի ծնողի հետ խոսի։ Այսօր շատ լավ մոտեցում է, այսինքն թող բազան լինի եւ ընտրությունը դրվի ամեն դեպքում երեխային։ Այո, ու ծնողն էլ բաց լինի ցանկացած թեմա քննարկել անկախ սեռից, որովհետև աղջիկների համար էլ է կարևոր հայրիկների կարծիքը ամենատարբեր, թեկուզ նույն անձնական հարաբերությունների երբեմն նույնիսկ ավելի կարևոր է։ Այսինքն մի քիչ էլ այդտեղ կարծրատիպել կա էլի, որ մենք մտածում ենք, որ օրինակ անձնական կյանքի մասին անպայման պիտի նույն ծնողի հետ խոսենք, ոչ, երբեմն կարող է երեխան ուզենա հակառակը ու լավ կլինի, որ դրա հնարավորությունը ունենա։ Եվ այդ սխալ բան չանել եւ մեղավոր զգալու տեսանկյունից բոլոր այն ծնողներին, ովքեր մեզ դիտում են, հա, որն է այն կարևոր հաղորդագրությունը, որը պիտի տեղ հասցնենք այն իմաստով, որ չկա այդ իդեալական ծնող կոչվածը, հա, որովհետեւ տեսեք մենք ասում ենք որ ինչ որ բաներ կարելի է կանխել, կանխարգելել, ինչ որ հոգեբանական խնդիր, որը կարելի է առաջանալուց առաջ կարելի է դիտարկել, նկատել եւ կանխել, բայց միևնույն ժամանակ ծնողները ամեն դեպքում իրենց ներսում ունենում են այդ մեղքի զգացումը, որ իրանք ինչ որ բան քիչ արեցին, քիչ սիրեցին, քիչ ուշադրություն դարձրեցին, նույնիսկ հակառակ էֆեկտն էլ է լինում, այսինքն մի քիչ շատ երես տվեցինք, մի քիչ շատ թույլ տվեցինք այսինչ բանը անել, հա, մի քիչ շատ չի կարելի ասեցինք կամ հակառակը, կա այստեղ ինչ որ խորհուրդ, որը կարող է օգնել ծնողներին։ Հիմնական հաղորդագրությունը ինձ թվում է դուք տվեցիք այն մասով, որ իդեալական ծնողներ չեն լինում, իդեալական երեխաներ նույնպես չեն լինում, ու տարբեր երեխաներ տարբեր կարիքներ ունեն, ավելի շատ մենք պիտի այդ երեխայով շարժվենք, տեսնենք ինքը ինչ կարիք ունի, որտեղ մեր պատկերացրած իդեալականը կարող է իր հետ ոչ մի կապ չունենալ, որտեղ մենք կարող է կարևորենք, որ իրեն առողջ եւ բազմազան սնունդ ենք ապահովում օրը 3 անգամ, իսկ իր համար կարևոր լինի, որ մենք իր հետ գետնին նստած լեգոներով ինչ որ բան ենք հավաքում, այսինքն մի քիչ մեր պատկերացումներից պիտի իջնենք դեպի երեխան գնանք, բայց երկրորդ միտքը, որի մասին մտածում էի ձեր հարցի ընթացքում, նա մասն է, որ երևի այս մեր
անհանգստությունների, մեղքի զգացումների տակ շատ նաև մի քիչ էգոիստական կետ կա այն մասով, որ մենք ուզում ենք ապահովագրենք մեզ նրանից, որ մենք ամեն ինչ լավ ենք արել, որ երեխան ոչ մի խնդիր չունի, որ ինքը լինի այն, ինչ որ մենք ուզում ենք, բայց այդպես չի լինում։ Հա, բացի այնից, որ մենք իր համար չենք լինելու իդեալական, ինքն էլ մեր համար չի լինելու այն իմաստով, որ մենք իհարկե իրեն սիրում ենք, ընդունում ենք անկախ ամեն ինչից, բայց հաստատ լինելու են պահեր, որ ինքը կանի մի բան, որ մեզ դուր չի գա, որ մեր սպասելիքներին չի համապատասխանի, որ մենք ուրիշ ձև էինք պլանավորել, որտեվ ինքը առանձին մարդ է ու իր առանձին կյանքով է ապրում, ու երբ որ մենք սա կարողանում ենք իր համար ընդունել, մի քիչ մեր հանդեպել ենք ավելի, ոնց որ ներողամիտ դառնում, չգիտեմ ինչքանով միտքս կա փոխանցել, բայց երևի թե այստեղ եթե մենք այդ իրեն ընդունելու, ոչ թե փորձելու իրեն մեր ուզածը, մեր պատկերացրածը հարմար երևի դարձնելու, մեր համար, հա, մեր երազած, մեր պատկերացրած, մեր համար ճիշտ երեխային դարձնելու փոխարեն մենք փորձում ենք իրեն ընդունել, նպաստել իր զարգացմանը, բայց ընդունել իր տեսակը, ինձ թվում է մենք շատ լավ օրինակ ենք դառնում նաև իր համար, որ ինքն էլ մեզ մեր տեսակի մեջ կարողանա ընդունել որպես ծնող, որ իդեալական չէ, բայց իրենն է։ Լավ բնորոշում էր այդ իմաստով, վերադառնալով հուզականությանը, հուզական ընդհանուր վիճակին երեխաների, ես հասկանում եմ, որ կայունությունը փորձել երեխային, հա, սովորեցնել, որպեսզի ապահովի, դա մի քիչ այսպես տեխնիկապես ինչ որ հմտություններ ունենալու մասին է նաև, կան որոշակի գործնական հմտություններ, որոնք կարելի է զարգացնել երեխային սովորեցնելու այդ հուզական կայունությունը հնարավորինս ապահովելու համար, թե ոչ, ես հիշում եմ այստեղ վերադառնալով ծնողի դպրոցի բազմաթիվ դասընթացներին եւ դրանցից մեկին, որին ես էլ եմ մասնակցել սիրով, ես հիշում եմ, որ այդ գործիքները երբեմն շատ այսպես պարզ էին թվում եւ այդ գործիքները բոլոր այն գործիքներն են, որոնք փաստորեն մեծերն էլ են օգտագործում։ Հիմա եթե դա բերենք երեխաների դաշտ, ինչն է այդ առանձնահատկությունը եւ որոնք են գործիքակազմերը, բնական է դրանք շատ կարող են լինել, բայց գոնե նվազագույն փաթեթը եւ քայլերը, որը կարելի է հուզականությունը ավելի կայուն պահելու իմաստով օգտագործել։ Իրականում հիմա կարծես հենց հուզական կարգավորման մասին ենք խոսում։ Այստեղ կարելի է շեշտել այն, որ մենք չենք փորձում այնպես անել, որ երեխան ինչ-որ բան չզգա, չվախենա, չջղայնանա, չնեղվի, չտխրի, որովհետև բոլոր հույզերը կարևոր են, ճիշտ ու սխալ չեն լինում, դրանք գույների նման են, բոլոր գույները իրենց տեղ ունեն։ Իսկն առաջին կարևոր մասը այստեղ ընդունելն է, որ երեխան ունենալու է տարբեր հույզեր եւ դա շատ լավ է, որովհետև հենց այդ հույզերը ապրելու եւ արտահայտելու շնորհիվ է ինքը աճում, զարգանում հուզական առումով ու այդ հուզական գրագիտությունը ձևավորում, որը այս 21-րդ դարում այդքան կարևոր է։ Այսինքն առաջինը ընդունելու մասին է, որ մեր գործիքներից առաջինը ընդունելն է, որ երեխաս կարող է այո վախենալ դրանից, ինչը մեր համար աբսուրդ է թվում, բայց իր համար դա վախենալու է, էլի ոնց որ։ Ու այսինքն չասել չվախենաս։ Մի վախեցիր, չջղայնանաս, չի կարելի խանդել, ոնց կարողացար այդպեսի ինչ բան ասել եւ այլն ընդունել, հա, որ հա, երեխան վախենում է, երեխան խանդում է, երեխան ուզում է ուշադրություն ստանալ, ու սա շատ նորմալ է։ Երկրորդը օգնել երեխային դա ճանաչել, հա, այսինքն երբ որ մենք ընդունում ենք, մենք իրեն հնարավորություն ենք տալիս ճանաչելու ու հասկանալու ինչ է ինքը զգում, երբ որ մենք իրեն ասում ենք, ոնց դու ասացիր ապերիկը ավելի լավա չլիներ, հա, ինչ որ sense կտրուկ արձագանք տվեցինք, ինքը կարծես շփոթվեց, ինքը չհասկացավ ինչ որ վատ բան ազգում չպետք է այդպես գա, հա, ու ներսում այդ խառնաշփոթը առաջացավ, հակառակը, երբ որ մենք իրեն ցույց տվեցինք, որ հա, հասկանում եմ, որ այս պահին կուզեիր sense, հա, բայց նաև ցույց ենք տալիս, որ մենք գիտենք, որ դրան զուգահեռ նաև ուրիշ պահերի ինքը շատ ուրախ է լինում, որ ապերիկը կա, ուզում է իր հետ խաղա եւ այլն, ոնց որ երեխային ավելի հեշտ է դառնում ճանաչել, հա, իր հուզականությունը, այսինքն մեր երկրորդ կարևոր քայլը օգնել իրեն դա ճանաչել
ունեցել։ Հիմնական երրորդ մեր ուղղորդումը այդ հույզը կառուցողական ձևով արտահայտելն է, էլի ոչ թե չջղայնանալ, բայց իրեն ցույց տալ, որ գիտեմ, որ ջղայնացել ես, որովհետև ձեռքիցդ ինչ-որ բան խլեց, բայց երբ որ ջղայնանում ես, օրինակ խփել չես կարող ես ասել իրեն՝ դուրս չի գալիս, կարող ես ձեռքը բռնել, ասել՝ թույլ չեմ տա, չես կարող ինձ խփել, հա, կարող ես, չգիտեմ, մեծերի օգնությանը դիմել, շատ ջղայնացած ես, կարող ես բոքսի տանձիկին գնալ խփել, այսինքն սովորեցնել իրենց հույզերի արտահայտման ինչ որ կառուցողական ձև է։ Իսկ որոշակի սահմաններ էլ փորձել նաև գծել, որ չստացվի, որ դու անընդհատ քեզ չի ասում, որ դու սա չես կարող անել, բայց ինչ որ սահմաններ նախատեսել։ Ու սահմանների հիմնական ուղենիշը դա ինքը իրեն եւ ուրիշներին եւ գույքը չվնասելն է։ Այսինքն ընդունելի է արտահայտել հույզերը բոլոր այն ձևերով, որոնք չեն վնասում իրեն, կողքի մարդկանց եւ շրջապատող գույքը։ Մեր օրերում հատկապես երբ որ մենք ունենք սոցիալական մեդիա, որտեղ ամեն թեմայի մասին ամեն տեսակ արդեն նյութ կարող ես գտնել եւ տեսնել, իրարից տարբերվող, իրարից չափազանց տարբերվող ու հակասական, եւ ես վերջերս նաեւ հասկացել եմ, որ դու արդեն այնպիսի իրավիճակում ես, որ չգիտես ոնց գործել ընդհանրապես։ Ինչ որ մեկը քեզ ասում է դու պետք է լսես երեխայի հույզեր, ինչ որ մեկն ասում է դու պետք է ուշադիր լինես, հաշվի առնես, այն մյուս մոդելում քեզ ասում են, որ այսինչ դար է, երեխան կենտրոնում է եւ ամեն ինչ անում եք, չեք լսում, դուք ձեր ինքներդ ձեր որպես ծնող չեք վերցնում պատասխանատվությունը ձեր վրա եւ թողնում եք իր հույզերի, իր կարծիքի, դուք ասում եք ինչպես ինքը կկամենա, մենք այդպես էլ կանենք ու հավատացեք իրապես մարդը կարողանում է խճճվել այստեղ։ Ու դու չես հասկանում հիմա ինչպես վարվես, լսես երեխային, իր կարծիքը հաշվի առնես, թե քեզ կասեն այ հատկապես մի քանի երկրներում էլ որ գիտենք այդպիսի իրավիճակ կա, չէ՞ որ երեխաները կարող են ընդհանուր միջև ոստիկանություն կանչել իրենց ծնողներին շատ տարբեր հարցերում լուրջ մեղադրանքներ ներկայացնել իրավական կոնտեքստում։ Հիմա ուզում հասկանալ, այստեղ ինչ որ ոսկե միջին գոյություն ունի, թե ոչ ի վերջո։ Շատ դժվար է իրականում ժամանակակից ծնողների համար նաև այս առումով, որովհետև տեղեկատվության հասանելիությունը իհարկե շատ լավ բան է, բայց երբեմն շատ խճճում է եւ դա վերաբերվում է եւ ֆիզիկական զարգացմանը, որտեղ նույն, չգիտեմ, պատվաստումներ, վիտամին D, կրծքով կերակրում, այս բոլորի հետ կապված, հա, քնի ժամեր, անտիմայրիկ բլոգերներ, ովքեր քեզ ինչ որ բան են սովորեցնում։ Այո, եւ նույնը հոգեբանական առումով շատ է, գրքերն են շատ, մոտեցումներն են շատ։ Ինչն է կարևոր այստեղ, ես կարծում եմ, որ ծնողները նախ պիտի մի հատ իրենց համար հասկանան, իրենք ինչ են ուզում եւ երկարաժամկետ կտրվածքով, որն է իրենց դաստիարակության նպատակը, հա, ծնողավարության իրենց գործընթացի արդյունքում ինչ որակներ են իրենք ուզում ձևավորել երեխաների մոտ, հա, միշտ ասում եմ, որ այդտեղից պիտի սկսենք, որ մենք հասկանանք ինչ որակներ ենք ուզում զարգացնենք, ինչպիսի երեխա ենք ուզում վաղը մյուս օրը ունենալ, հա, եթե ուզում ենք ունենալ, չգիտեմ, հլու հնազանդ երեխա, որը ինչ ուզում ենք, ասում ենք, ինքը անում է, դա լրիվ ուրիշ ծնողական արձագանքներ է ենթադրում, քան այն, որ ինքը օրինակ լինի ինքնուրույն, իր կարծիքը ունենա եւ այլն, ու երբեմն այս երկրորդը ավելի հոգեպես ավելի առողջ են լինում, բայց կարծես է։ Հա, բայց բոլոր ծնողների համար չեն երևի, թե որտեղ բոլոր ծնողները չեն պատրաստ դրա հետ գործ ունենալ, իսկ միջինը չի լինում։ Ծնողները ուզում են, որ օրինակ երեխան, երբ իրենք ինչ ասում են, ինքը լսի, բայց դրսում երբ որ իրեն ծխախոտ ու թմրանյութ կառաջարկեն, ասի չէ, այդպես չի լինում։ Մենք կամ ձևավորում ենք այդ հատկությունը, հա, իրենց մեջ ոչ ասելու, սեփական ոնց որ կարծիքը ունենալու, կամ դա ոնց որ կոտրում ենք ու հետո դա լինելու է ոչ միայն մեր հետ, այլ նաև ուրիշ մարդկանց հետ։ Դրա համար հարցը ինձ մի քիչ ավելի խորքային է, որ մի քիչ պիտի սենց վերևից նայենք ու ցանկալի է երկու ծնողով որոշենք մենք ինչ ուղղությամբ ենք ուզում գնանք, հա, ինչ որակներ ենք ուզում երեխայի մոտ ձևավորենք, ինչ հատկանիշներ ենք ուզում ձևավորենք։ Ու մնացած քայլերը այդտեղից կառուցենք։ Երբ որ այդ տեսլականը չունենք, շատ դժվար է խառնվել, հա, շատ դժվար է շփոթվել, բայց երբ որ այդ տեսլականը ունենք, արդեն ոնց որ ունենում ենք ինչ որ ուղենիշներ, ինչ որ արժեքներ, որի վրա այս ամենը կառուցում ենք ու այդ ճանապարհին եւ գրականությունն են գտնում եւ մասնագետներին են գտնում, ովքեր որ մեթոդաբանությունը հա մեզ համար ավելի հասկանալի է։ Իրականում դա իհարկե դժվար է, որտեղ նաեւ անդադ փոխվում է, անդադ նոր ինչ որ բաներ են առաջանում, դրա համար սա շարունակական process է, այսինքն մի անգամ չենք անում ու վերջանում, բայց ոնց որ թե պարբերաբար մի հատ պիտի կանգնենք, սենց թարմացնենք, հասկանանք մենք որտեղ ենք, ոնց ենք ուզում առաջ գնանք, որ մոտեցումներն ենք ընդունում, որտեղ խառը ամեն ինչից մի քիչ անելով կարող է հեչ ավելի խճճվել հասնենք ու
մի քիչ ոնց որ նեղացնենք, հասկանանք, որ այս բժշկին ես վստահում եմ, այս մոտեցմամբ եմ գնում, հա, այս մանկավարժական մոտեցմանը վստահում եմ, այս մեթոդաբանության մեջ եմ փորձում լինեմ, որ նաև այդ ամենօրյա խառնաշփոթից ինձ մի քիչ պահեմ ու իհարկե քննադատորեն մոտենամ բոլոր այն ինֆորմացիաներին, որը որ ես լսում եմ, որովհետև հա անգամ բլոգերների մեջ չէ իհարկե միայն հարցը, նույն մասնագիտական դաշտում էլ կարծում եմ թե բժշկության, թե հոգեբանության, թե մյուս ոլորտներում շատ տարբեր մասնագետներ կան, տարբեր կոմպետենտություն ու փորձ ունեցող ու իրականում որևէ խոսքի լուրջ մոտենալուց առաջ հաստատ արժի մի հատ հետ գնալ, նայել այդ մարդու, չգիտեմ, կրթությունը, փորձը, աշխարհայացքը հասկանալ դրա հետևում, հա, ինչ է նոր որոշել շատ կարևոր նկատառում, որտեղ մասնագետի վերջո մասնագիտական առումով է ներկայացնում, իսկ մյուսները գուցե զուտ փորձն են կիսվում ձեզ հետ։ Երկուսն էլ կարևոր են։ Մյուս մայրիկի փորձն էլ ինձ կարող է օգուտ տալ, բայց կարելի է հիշել, որ դա ընդհանրապես մի մայրիկի ու մի բալիկի պատմություն է, հա։ Նույնը բժիշկն էլ կարող է բնականաբար սխալվել, բայց էլի կարևոր է հասկանալ այդ խոսքի հետևում ինչ է կանգնել։ Շնորհակալ եմ շատ մանրամասն զրույցի եւ ներկայացնելու համար, եւ վերջում մենք այսպես ամփոփիչ փորձում ենք հասկանալ, թե որն է կոնկրետ մեր հյուրի այս դեպքում ձեր համար անձնապես առողջ ապրելու, առողջ լինելու բանաձևը։ Շնորհակալություն նախ շատ զրույցի համար, կարծում հետաքրքիր հարցերի անդրադարձանք ու ուրախ եմ, որ բարձրաձայնեցիք դրանք։ Շատ դժվար հարց էր առողջ ապրելու բանաձևը, բայց երևի թե հավասարակշռության մասին կուզեի խոսել։ Իմ կարծիքով մենք առողջ ենք, երբ որ մեր կյանքի տարբեր մեզ համար կարևոր ոլորտներ հավասարակշռության մեջ են։ Հաճախ ինձ թվում է մենք լայն իմաստով հիվանդանում ենք ոչ միայն հա ֆիզիկական առումով նկատի ունեմ, երբ որ մեր համար կարևոր ոլորտների մեջ այդ հավասարակշռությունը խախտվում է, մենք օրինակ միայն աշխատանքի մեջ ենք կամ միայն ծնողավարության մեջ ենք, հա միայն այդ ծնողության դերն է մեզ այս պահին, հա կլանել որպես այդպիսին, ինձ թվում է հավասարակշռությունն է կարևոր, տարբեր մարդկանց դեպքում դա տարբեր կարող է լինել, դրա համար ասեմ մեր համար կարևոր թեմաների մեջ, բայց երևի թե այդ առումով օգտակար է հասկանալ ինձ կյանքում ինչ է պետք, ինչն է իմ համար կարևոր ու փորձել դրանց միջև ինչ որ հավասարակշռություն ստեղծել, որը իհարկե իդեալական ոչ մի փուլում ոչ մեկի մոտ չի ստացվում, բայց դրան ձգտելը օգնում է չայրվել, չմոխրանալ, չնույնականանալ մի հատ դերի հետ, որը մեզ շատ այսպես ոչ ճկուն է դարձնում եւ արդյունքում նաեւ ոչ երջանիկ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Ցտեսություն եթերում առողջ ոդքասթներ։